Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 13-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ մի մեկնաբանությամբ։ Դե հիմնական իրադարձությունը Իսրայելի կողմից հարվածները Իրանին, հիմա նայենք դրա ազդեցությունը աշխարհի, տարածաշրջանի ու մեր երկրի վրա, մեր երկրի ղեկավարների արձագանքները եւ հասկանանք ի վերջո մենք ոնց ենք դիրքավորվել այս առճակատման պարագայում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է առյուծների հաստ գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ են ենթարկվել հարվածների։ Պրոցեսը իհարկե շարունակվում է, Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր ուժեր է տեղակայում, այդ թվում նաև ավիակիր կարող է մոտեցնի, մի խոսքով զարգացումները տեսնում ենք, բայց հիմա տեսնենք Հայաստանի գնահատականը այս ամեն ինչի ինչն է։ Խոսենք մի հատ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ինչ է նշել։ Ինքը որոշակի պարզաբանում արել, դրա համար եմ Իրանից սկսում, հետո ամբողջ աշխարհի արձագանքը պետք է մենք ծանոթանանք, որ իմանանք, ոնց է դիրքավորվել։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է. «Սա Իսրայելի կողմից Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը բնականաբար բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է»։ Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսելով այդ էսկալացիայի պայմաններում Հայաստանի վարքագծի մասին նշել է, որ Երևանը բնականաբար դեռևս որոշ ժամանակ առաջ սկսել է նախապատրաստվել։ Քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները, որի համաձայն նախապատրաստական աշխատանքներ ենք տարել եւ դրանց շրջանակներում կատարել ենք նաեւ պլանավորում։ Ըստ սցենարների մենք ունենք պլանավորում, որից համապատասխանն էլ կշարժվենք, ընդգծել է Արմեն Գրիգորյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով ցանկացած էսկալացիա տարածաշրջանում հանգեցնում է անկայունության եւ դրանում որևէ դրական բան չի կարող լինել։ Հիմա հասկանանք։ Առաջինը Արմեն Գրիգորյանը նշում է, որ դեռ երկար ժամանակ, արդյունավետ ժամանակ առաջ հավանական բոլոր սցենարները քննարկել են, կազմել են համապատասխան գործողությունների պլան, ինչ են անելու իրանք։ Շատ լավ, բայց այդ դեպքում հարց, երբ որ այս լարվածությունը այդքան ժամանակ կար, ու դուք տեսնում էիք, որ կա, չգիտեիք ինչ տեղի կունենա, հավանական բոլորը քննարկում էիք, պլանավորում էիք, թե ինչ պետք է անեք այս կամ այն իրավիճակի պարագայում։ Բայց ինչի՞ այս նույն բաները չէիք ասում ավելի շուտ։ Ժողովրդին ասեք, Ժորժ ջան, մի անհանգստացեք, այո, լարվածություն կա, բայց մենք հավանական բոլոր սցենարներն ուսումնասիրում ենք եւ ըստ դրա մենք կորոշենք ինչ ենք անում։ Մարդիկ էլ հանգիստ լինեին, հայել է անհանգիստ լինեին ինչա կատարում աշխարհում, բայց գոնե հանգիստ լինեին, որ մեր իշխանությունները դրան տիրապետում են։ Այլ ոչ թե առավոտից երեկո հասարակության զգոնությունը բթացնեք, խոսեք ինչ անկապ թեմաներից ասեք, ինչ անեք, արդյունքում մեկ էլ որոնողական աշխատանքներ տանեք, թե որ սրբազանի քեռակինը ում հետ ինչ անում, եւ հիմա մեկ էլ նոր վայ Ժորժ ջան, բայ իմացել եք, այս հարվածներից կարող է անկայունություն լինի, սպառնալիք լինի նաեւ Հայաստանի համար։ Դասականը կասեր՝ «Յա, իրոք», բայց որ առավոտից իրիկու խոսում ենք, բայց որ ասում եք քննարկում մենք արել, բայց քանի որ դուք ժողովրդին ոչ մի բան չեք ասում, լրիվ եսիմինչ օրակարգ եք թելադրում, ստիպված այդ ամեն ինչը մենք ենք քննարկում։ Անկամ երեկվա եմ ելույթի մեջ գրել եմ կտրուկ սրվել է Իրան, Ամերիկա, Իսրայել ընդդեմ Իրանի վիճակը։ Չգիտեի, որ Իսրայելը հարվածելու էր, բայց արդեն կտրուկ սրված վիճակը ակնհայտ է։ Բայց այդ մարդիկ, ովքեր լսում են, իրանք հասկանում են, որ եթե թեման չկարևորվի, ես դրան չեմ անդրադառնա։ Եթե կարևորվի, ամեն օր եմ անդրադառնում։ Բայց դուք ինչ եք անում։ Այսօր Իսրայելը պատերազմի մեջ է, այսօր Իսրայելի վարչապետը կանգնում ասում է բոլորդ կմտնեք ապաստարաններ, դուրս չգաք, խիստ միայն անհրաժեշտության դեպքում։ Մարդիկ սուսուփուց մտնում են ապաստարաններ, ոչ մի միջոցառում է դուսը չանեք։ Իսկ մեր մոտ եթե հանկարծ վարչապետը կանգնի ասի մտեք ապաստարան դուրս չգաք, նախսկի չգիտեն ով որտեղ պետք է գնա, երկրորդ պետք է ասեն նա լավ դու ով ես որ դու մեզ ասես որ մենք մտնենք ապաստարան։
Գնա ելեկն է պետք է ասի ոնց երեխա հարսանիքի օրը նշանակած է հյուրերը կանչել ենք սա ասում մտեք ապաստարան այդ ձեռեք առեց ես ով կենթարկվի կամ ով կլսի որտեղ մենք կազմակերպված չենք որտեղ նախ կազմակերպված իշխանություն չունենք որ հետո նայել կարողանա եթե ամեն օր իշխանությունը մարդկանց զգոնությունը բթացնի եւ պատասխանատու ունելը վախկոտություն ներկայացվի Բարձունքում ինչ կլինի մի հատ փոքր տան մեջ ապրում եք մի հատ անընդհատ նայում եք գազը բաց չլի ջուրը բաց չլի հարևանի տուն ջուր չլցվի հոսանքը հանկարծ բաց չլի որ հանկարծ մալուխը հանկարծ մեկին հոսանք չխփի դուրնը նորմալ փակ լինի մի հատ տան քանի անգամ եք ուշադիր լինում դա վախ է ոչ դա պատասխանատվություն է շրջապատող աշխարհի նկատմամբ ու քո ընտանիքի անդամների նկատմամբ պետության նկատմամբ պետք է զգոնությունը վախկոտություն Որովհետև դուք չեք ուզում որ մարդիկ այդ ուղղությամբ մտածեն չեք ուզում մարդկանց եթե դուք այդ ամեն ինչը քննարկել եք ձեր շրջապատում մենք էլ քննարկում ենք մեր շրջապատում այն մարդիկ ովքեր լսում են եւ մարդկանց հետ քննարկում ենք թե հավանական այդ բոլոր վտանգները ու այդ վտանգը գալիս է մեկ էլ այսօր նոր ասում են ժողովուրդ բայմացել եք շատ լուրջ վտանգ է եւ արդյունքում գիտեք ինչ է կատարվում հավանական սցենարները քննարկեցին եւ Հայաստանը դիրքավորվեց հոգուտ Իրանի իսկ դա էլ մտածենք բայց դա մեզ պետք է դիրքավորվելով հոգուտ Իրանի մի հատ շարունակությունը կնայենք թե ով ինչ դիրքավորն է այստեղ խնդիրը նա է որ մենք դնենք մի կողմ որ մենք կարանք հանգիստ քննարկենք ու ասենք վաբանկ գնաց Իսրայելը շատ վտանգավոր քայլ արեց ու սխալ էր Բայց ինքը հիմա արեց այն պատճառը, որ հասկացավ, եթե հանկարծ խաղաղության որևէ ձևով պայմանավորվի Ամերիկայի հետ միջուկային, բայց ինքը միջուկային ուրանը հարստացված լինի բավարար չափով, շատ են խոսել դրա մասին։ Ինքը մտածում է, երբ ռումբը ստեղծեց ինձ է խփելու, Ամերիկային չի խփելու։ Այս իրա վերջի շանսն է օգտագործի Տրամպի աջակցությունն օգտագործի հարվածի, բայց դա շատ վտանգավոր հարված էր։ Ես կարող եմ ասեն, որ այո, գտնում եմ, որ դա սխալ է կամ այս կամ որտեղ իրար այդ հավանական տարբերակները քննարկում ենք։ Բայց իշխանությունը եթե հստակ դիրքավորվում է հոգուտ Իրանի, հետևանքները ինքը հաշվարկել է, դա իրան ինչ է տալիս։ Հիմա նայենք շարունակությունը, որ պարզ լինի։ Հիմա ինչ է ասում Արմեն Գրիգորյանը, հավանական բոլոր սցենարները պլանավորած մարդն է ասում։ Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից եւ հարձակվել Հայաստանի վրա։ Հարցին տեղաշարժեր չկան սահմաններին, Գրիգորյանը պատասխանել է. մենք նման ինֆորմացիայի չենք տիրապետում, ես չէի շտաբի գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն։ Այնուհետև կարծում եմ, որ որոշակի ժամանակ է պետք գնահատելու, թե այս հարձակումը ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա։ Ժորժ ջան, լսեցիք, բա ինչ էիք պլանավորել, ինչ էիք որոշել։ Նույնիսկ դուք չգիտեք, Ադրբեջանը օգտվելու է առիթից, թե չի օգտվելու։ Քայլ անելու են ընդդեմ Հայաստանի, թե ոչ։ Իսկ քայլերը Ադրբեջանի մի քանի տարբերակ կա։ Առիթից օգտվեն Սյունիքի հետ կապված մի բան մտածեն։ Առիթից օգտվեն էթնիկ ադրբեջանցիներին լարեն, ասեն վախից մտեք Հայաստան։ Լավ գիտեք, որ նրանք հարևան են մեզ։ Այս բոլոր հարցերը ով պետք է անի։ Շատ հանգստացրեցիք։ Կարևորը որ դուք անհանգիստ եք, որովհետև մինչև այսօր հանգիստ էիք շատ։ Լրիվ ուրիշ թեմաների մեջ էիք։ Եվ այն մարդիկ, ովքեր մտահոգված են, մի հատ էլ անուն եք դնում, թե այ ժողովուրդ, ես ինչ եք տենց անհանգիստ։ Դե շատ ուրախ ենք ձեզ համար։ Իսկ ինչ ասե Նիկոլ Փաշինյանը, Չեխիայում Գլոբսեկ 2025 թվականի ֆորումի ընթացքում հայտարարել է. Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա, եւ դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում, եւ մենք շատ մտահոգ ենք, ընդգծել է Փաշինյանը։ Ոնց թե մտահոգ ենք, ոնց թե փխրուն կայունությունը խաթարվել է հարցականի տակ է դրվել։ Բա դուք ինչով եք զբաղված։ Դուք ձեր վերջի օրակարգը նայել եք, տղեկ ջան։ Նայել եք։ Բա դա է հարցը։ Որ այդ մտահոգությունը հասկանում եք, որ դուք adekvat չեք իրավիճակին, նույնիսկ հարկել չենք համարում, ձեզ ասեք ինչա։ Հրապարակային ասում ենք, բոլորն էլ լսում են։ Ում հետաքրքիր է, թող ռացիոնալ ինչ որ միտք իրան կհետաքրքրի վերցնի։ Բա ինչա, պետք է ինքնին մարդկանց հետևից բան կան, ասենք, լսի մտահոգվելու բան, հա։ Ինքն էլ ասի մի խանգարեք, մենք հետևում ենք հոգևորականներին տնանք ով ինչ անում։ Ու դառնանք ծաղրի առարկա։ Հիմա բան չեք մտահոգ։
Կամ այդ ինչի որոշեցիք, որ անմիջապես պետք է Իրանի կողմնացնեք ու խստորեն դատապարտեք։ Հարցը նա չի Իսրայելը լավ արեց թե վատ։ Դա կարող է, բայց հեչ պարտադիր չի, որ դու դատապարտես։ Մի հատ էլ մտահոգություն հայտնի անցի առաջ։ Այնքան ենք ասել, որ ձեր ինչին է պետք Իրանի հետ հարաբերությունը այդքան սերտացնել շատ վտանգավոր է։ Իրանը խնդրեմ ունեցավ, այդ խնդրեմը մեր վրա է տարածվելու։ Ու շադրությամբ այս ամբողջ ընթացքում հետևում են, թե քանի ինտենսիվ հանդիպում է Հայաստանի ղեկավարությունն ունենում Իրանի ղեկավարների հետ։ Բա իրանք էլ էին, չէ՞ դա ֆիքսում, պլանավորում են, որ պետք է հարվածեն։ Ձեր ինչին էր դա պետք։ Իրանի պաշտոնյան կանգնում ասում մենք պահեցինք Սյունիքը, թե չէ Հայաստանը մասնատում էին, այսինքն մենք իրանց ենք պարտական, մենք այդ թեմայի մասին էլ ենք խոսել։ Արևմուտքը հանկարծ այս կողմերը չերևա, որտեղ իրանք էին ուզում մասերի բաժանել, մենք չթողեցինք, մեկնելի ձեզ չթողի։ Հիմա էս է վիճակը։ Բացարձակ չի բացառում, որ Իրանը պատասխան հարված կտա։ Եթե Իրանը ինչ որ մի ձևով կարողանա պատասխան հարված տա, դա կարա շատ ծանր լինի Իսրայելի համար, դա ակնհայտ է։ Վերտել ենք խոսել Իսրայելի տարածքը նայեք, Իրանի տարածքը նայեք։ Իսրայելը հարվածել է այն հույսով, որ պատասխան հարված չի ստանա կամ պատասխան հարվածը շատ ուժեղ չի լինի։ Բայց այդ պարագա մեր ինչին է պետք որևէ մեկի կողմը բռնելը։ Եվ անմիջապես Իրանից էլ արձագանքում են, որ դրական են գնահատում Հայաստանի վերաբերմունքը, որ դատապարտում են։ Որ պետք է գնայիր Չեխիա, այն ասես չեմ գալի, տարածաշրջանը խառնվել է չեմ գալի։ Որ պետք է գնայիր Չեխիա ու դատապարտեիր Իսրայելին Իրանի դեմ։ Բացի դրանից էլ մի հատ կանգներ Պուտինի կենացը խմեիր։ Որ հա Պուտինի հետ մեկ ինչ խնդիր ունենք Ռուսաստանի հետ։ Մենք չենք պատրաստվում մեր հարաբերությունը վատացնենք, չենք պատրաստվում բազայի հարց, ռազմաբազայի հարց քննարկենք, հա ինչ որ մի ժամանակ հետո որոշում կկայացնենք ԵԱՏՄ թե Երամիություն, գիտենք որ դա միասին հնարավոր չի, բայց հիմա նման հարց օրակարգում չկա։ Այդ դրա համար ինչ իմաստ ուներ Պրագա գնալ։ Գնայիր Սիկտիվ քաղաք կամ Տամբովի մարզ, գնայիր այնտեղ միտեղից ելույթ ունենայիր։ Դրա համար գնում ես Պրագա, որ ինչ անես։ Երբ որ ամբողջ աշխարհը սպասում է, թե ով ինչ դիրք է արտահայտելու։ Գնացիր դատապարտեցիր Իսրայելին, կանգնեցիր Իրանի կողքը եւ պաշտպանեցիր Ռուսաստանին։ Հետո Հայաստանի արտգործնախարարությունը գրառման մեջ նշում է Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է, տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ, այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները եւ կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու պահպանել միջազգային իրավունքը։ Հիմա Իսրայելի արտաքին հետախուզության ծառայությունը ինչ է ասել Մոսադը։ Իրանի դեմ գործողության սկսվելուց շատ առաջ գաղտնի կերպով Իրանում ստեղծվել է պայթուցիկ նյութերով լցված անօդաչու թռչող սարքերի բազա։ Բազան ստեղծվել է Իրանի հենց սրտում։ Հունիսի 13-ի գիշերը իսրայելական զինվորականները ակտիվացրել են այդ անօդաչու թռչող սարքերը Թեհրանի մոտակայքում գտնվող օբյեկտում տեղակայված մակերես դասի հրթիռային կայանքները հարձակվելու համար։ Հիմա սա ինչի համար ասեցի։ Պատերազմը ինչպես տեսնում եք նոր տեսք է ստացել։ Ուկրաինան բավական տևական ժամանակ Ռուսաստանի տարածքում դրոնները արտադրեց, սիրուն դրեց, պլանավորեց ամեն ինչ արեց, ըտեղից բաց թողեց։ Այն նույն ձևով նույն սկզբունքով պարտադիր չի նույն կենտրոնից, նույն ձևով նույն սկզբունքով վարվեց Իսրայելը, բայց հարցը ծագում, օտար մարդիկ, այդքան շատ թվով մարդիկ կարող են ուրիշի տարածքում սենց հանգիստ աննկատ աշխատել ու չբռնվել, եթե տեղում աջակիցներ չունենան։ Բայց այդ դեպքում հարցը ծագում Երբ որ Ադրբեջանը պարբերաբար պարտադրում է Հայաստանին, որ դուք 300,000 մարդ բերես հետ։ 100 անգամ այդ մասին խոսել ենք, որ որևէ իրավունք, որևէ պարտավորություն ոչ ԽՍՀՄ-ն է վերցրել, ոչ էլ դրա իրավահաջորդ Հայաստանը իր մասով։ Հայաստանը պետք է կատեգորիկ մերժի, բայց կանգնում է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ազգային ժողովի նախագահ Սմայո խաղաղության պայմանագիր որ ստորագրենք, այդ 300,000-ը պետք է գան, բա ինչ պետք է անեն։ Այդ 300,000-ը որ բերես մտցնես քու տարածք, քանի դրոնի պահես կսարքեն իրանք։ Սուսուփուս լինելով Հայաստանի քաղաքացի, ազատ տեղաշարժ ունենալով Հայաստանի տարածքում, անգիստ օգտվելով բոլոր իրավունքներից։ Այսինքն դու ինչ ես անում։ Ձեզ ոչ մի բան դաշ չի լինում,
Ոնց հնարավոր կլներ ուկրաինացիները գան հազարավոր մարդկանց ներգրավեն, այդպիսի ստրուկտուրաներ ստեղծեն տարբեր երկրներում, տեղացիներին չօգտագործեին դրա հետ կապված, ու ինֆորմացիայի արտահոսք չգնար։ Դուք ուզում եք 300,000 մարդ բերեք Հայաստանում, որ ինչ անեք, իրանց բակերեն դրոնի պահեստներ սարքեն։ Բա սա ենք ասում, բա ինչ-որ բաներ եք հավանական պլանավորում, բա ի՞նչն եք պլանավորում, երբ որ հենց մտավախությունը հնչում է, անմիջապես արտահայտվում ենք, ասում ենք սրա վտանգը սա է, զգոն պետք է լինել, զգուշ պետք է լինել, ժողովուրդ ջան, ոչ մի պարագայում դրան չի կարելի համաձայնվել։ Իսկ գտնվում են Փաշինյանին աջակցող մարդիկ, ասում են մի բան կլի սրտովը տնի դուրդ գա, չէ, կներեք, որ դուրս չի գալի, որ 300,000-ին պարտադրեն բերեն Հայաստան մտցնեն։ Դե հիմա լսեցիք ինչ է կատարվում։ Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է. Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով եւ այժմ Տեհրանը որևէ սահմանափակում չունի հակահարվածի հարցում աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչության ռեժիմի եւ նրա կողմնակիցներին։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զգուշացրել է իսրայելցի հանրությանը, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբաստարաններում Իրանի կողմից սպասվող պատասխան հարվածի առաջ։ Այսինքն ինքը այնուամենայնիվ պատասխան հարված սպասում է, որտեղ հասկանում է, որ եթե պատասխան հարված տվեցի, շատ ծանր կլինի իրանց համար, բայց իրանք հետևողական շարունակում են շարքից հանել բոլոր հնարավոր ռազմական կարողությունները։ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական գործողությունը դիմել է Իրանի ժողովրդին, նա որակելով քաջարի։ Ձեզ ուղերձ ունեմ, մեր պայքարը ձեր դեմ չէ, մեր պայքարը դաժան բռնապետության դեմ է, որը 46 տարի ճնշում է ձեզ։ Ես հավատում եմ, որ ձեր ազատության օրը մոտ է, եւ երբ այդ օրը գա, մեր երկու հին ժողովուրդների միջև մեծ բարեկամությունը կրկին կծաղկի, ասել է Իսրայելի վարչապետը, հավելելով, որ այս գործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է։ Չեմ կարծում, որ Իրանի ժողովուրդը նույնիսկ եթե դժգոհ լինի իր կրոնապետությունից, նույնիսկ եթե դժգոհ լինի իր այսօրվա իշխանությունից, դրսից իրապետությանը հարված հասցնելուց բարեկամական ձեռք մեկնելը չի համարի դավաճանություն։ Այնպես որ ուզեմ ասեմ, այս հարցում հաստատ իհարկե կփորձեն սա օգտագործեն ներպետական անկայունության համար շատ բարենպաստ առիթ է, բայց այդքան հեշտ չի լինի, թե ժողովրդի համար դրսից հարվածի դեպքում անցնեն հարվածողի կողմը շատ պրոբլեմատիկ է։ Համենայն դեպս այդ հարցում կարծում եմ այդքան էլ իրանց հաշվարկները ճիշտ չեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի թիրախների վրա հարվածների մասին։ Ես Իրանին հնարավորություն տվեցի գործարք կնքելու, ես նրանց ասացի ամենահստակ խոսքերով, պարզապես արեք դա, բայց անկախ նայից թե որքան ջանք թափեցինք, անկախ նայից թե որքան մոտեցան գործարքի կնքմանը չկարողացան անել, գրել է Տրամփը։ Ես նրանց ասացի, որ իրենց սպասվածից շատ ավելի վատ է լինելու։ Մենք ասացինք, Միացյալ Նահանգները անկասկած արտադրում է աշխարհի լավագույն եւ ամենամահացու ռազմական տեխնիկան, եւ որ Իսրայելը դրանից շատ ունի, եւ դեռ շատ ավելին է ունենալու, եւ նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել դա։ Որոշ իրանցի կոշտ գծի կողմնակիցներ շատ համարձակ էին խոսում, բայց չգիտեին, թե ինչ էր պատահելու։ Նրանք բոլորը հիմա մեռած են, եւ իրավիճակը միայն ավելի է վատթարանալու։ Շատ մահեր ու ավերածություններ արդեն եղել են, բայց դեռ ժամանակ կա այս կոտորածին վերջ տալու համար, ասել է Տրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով հաջորդ արդեն պլանավորված հարձակումը կլինի ավելի դաժան։ Իրանը պետք է գործարք կնքի, նախքան ոչինչ չի մնա, եւ փրկի այն, ինչը մի ժամանակ հայտնի էր որպես իրանական կայսրություն։ Իդեպ, երբ որ ասма գործարք կնքի Ամերիկան ասма դեռ պատրաստ ենք բանակցությունները շարունակել, որը տեղի է ունենալու 2 օր հետո, հունիսի 15-ին արդեն նշանակված էր, բայց Իրանն արդեն ասեց, որ մենք այդ բանակցությունները շարունակելու նպատակ չենք տեսնում, որտեղ իրանք պատրաստվում են պատասխան հարված տալու։ Եվ ինչ ասում Դոնալդ Տրամփը, կարծում եմ Իսրայելի իրականացված գործողությունները գերազանց էր։ Մենք նրանց հնարավորություն տվեցինք, բայց նրանք չօգտագործեցին այն, նրանք ուժեղ հարված ստացան, շատ ուժեղ, դեռ շատ բան է սպասում, շատ ավելին, ասել է Տրամփը։ Հիմա հարց է ծագում։ Դոնալդ Տրամփն ասում էր բոլոր պատերազմները դե դադարեցնենք, բայց ինքը հիմա խրախուսեց պատերազմ, ինչքան էլ ասի, մենք խաբար չենք դրա մասին։ Բայց հետո մի ուրիշ հարց կա։ Երբ որ նույն դրոններով Ռուսաստանի տարածքից Ուկրաինան հարվածեց, Դոնալդ Տրամփը չէր ասում փայլ ուներ, մեղադրում էր Ուկրաինային։ Երբ որ Ռուսաստանը հարձակվել էր Ուկրաինայի վրա, ասում էր մի հատ նայեք, տեսեք ինչ է կատարվում։ Լավ չափերը նայեք։ Ուկրաինա դու ո՞նց ես դուս եկել այդ մեծ տղայի դեմը։
Մի հատ չես նայել դու քո հնարավորությունն ու նրանը, բայց այդ նույն բանը, որ Ուկրաինային ասում է դու հաղթատուկ չունես եւ այլ, Իսրայելի չափերն ու Իրանի չափերը չեք տեսել, Իսրայելի բնակչությունն ու Իրանի բնակչության տարբերությունը չեք տեսել, հաստատ ավելի մեծ չի, քան Ռուսաստանի ու Ուկրաինայի։ Բայց Ռուսաստանի դեպքում Ռուսաստան-Ուկրաինա անցնում ես ուժերի կողմը մեծի, իսկ այս դեպքում Իսրայելին ասում ես թիկունքիդ կանգնած եմ հանգիստ խփի, ինչ որ քան պետքա զենք կտամ, պետքա ես նաև պատասխան հարվածնել կպահեմ, թեպետ ես չեմ պլանավորել քո հարվածները, բայց ես պատասխան հարվածը կկանխեմ։ Բայց սա ենք ասում։ Բա որտեղ մնաց այն սկզբունքը։ Ինչ սկզբունքից ելնելով Իրանի դեմ եթե դուրս ես գալի, նույն սկզբունքի դեմ Ռուսաստանի դեմ դուրս արի, որ մենք համարենք դնենք նժարի վրա, ասենք խնդրեմ, մարդը սկզբունքը սա է։ Եվ Ուկրաինայի հետ կապված եւ Իսրայելի։ Այլ ոչ թե պարզապես Իսրայելին սիրում է այդքան բան, բայց Իսրայելի սերը կարող է ինչ-որ ժամանակ Տրամպից հետո Իսրայելի համար շատ մեծ խնդրեմ լինի։ Իսկ համենայն դեպս Իրանին ինչքան էլ հարված հասցնեց, այդ պետությունը չի վերանալու։ Ու այդ պետությունը չի մոռանալու, որ մի բուր պետությունը Իրան տեն ծանր հարված հասցրեց ու աշխարհի առաջ խայտարակ արեց։ Այսօր էլ լռեն, վաղը չեն լռելու։ 1000 տարի չեն լռելու։ Հին պետություն է։ Բայց այդ հարցը անելու պարագայում Իսրայելը մտածում է, որ անեց հարված հասցնենք, ինչ լինի, Իրանը վերանա լրիվ։ Բա որ չվերացավ, դու տենց հեշտ ես պատկերացնում պատասխան երբ կլինի եւ ոնց։ Իրանք էլ կմտածեն մարդ մտցնենք ու տարած ահաբեկչական գործողություններ անեն։ Լավա ցույց տվեցին, որ կարող են գնալ այնտեղ փաստաթղթեր վերցնել։ Ես չեմ ասում դա կանեն թե չէ, ես ասում եմ համենայն դեպս շատ մեծ վտանգավոր բան արեց Իսրայելը, նույնիսկ եթե շատ մարդիկ ասում են, անենց հարվածը հասցրե Իրանը այլևս չկա։ Ոչ, այտենց չի, որովհետեւ Իրանը եթե այսօր էլ այդ խնդրեմ ունենա, վաղը կարող է չունենա։ Ինչպես տեսնում եք, մարդիկ համբերատար սպասում են պատասխան տալու համար։ Համասը մի բուր Համասը 8 ամիս դրեց կուտակեց հրթիռներ եւ Իսրայելին հարվածեց։ Հիմա շարունակենք։ Դոնալդ Տրամփ 2 ամիս առաջ ես Իրանին 60 օրյա վերջնագիր էի ներկայացրել գործարք կնքելու համար։ Նրանք ստիպված էին դա անել։ Այսօր 61-րդ օրն է։ Ես նրանց ասում եի, թե ինչ պետք է անեն, բայց նրանք պարզապես չկարողացան դա անել։ Այժմ նրանք կարող են երկրորդ հնարավորություն ունենալ։ Այսինքն այն Ամերիկան, որ ասում է ես չեմ պլանավորել, ես չեմ աջակցել Իսրայելին, հստակ կանգնում է Տրամփը ասում է, որ ես եմ։ Ես վերջնաժամկետ էի տվել, օրը լրացել է Իսրայելը հարվածել է։ Էլ ոնց դուք չէի կարել։ Եթե դուք չեք արել, ավելի վատ, որ կարար Իսրայելը առանց քո հետ ճշտելու հարվածեր։ Բայց այդ դեպքում մենք մտածում ենք, բա մենք էլ մի փոքր պետություն ենք։ Մեր անվտանգությունը ով է ապահովելու։ Իրանը հսկայական պետություն է։ ՄԱԿ-ի էլ հիմնադիր անդամ։ Լավ մենք հետո ենք ՄԱԿ-ի անդամ դառել, ինքը հիմնադիր անդամ է։ Հետո մենք ինչ ենք ասելու։ Եթե մենք տեսնում ենք, որ մտածել ենք, որ Ամերիկայի հետ էլ լավ լինենք Իրանի հետ էլ, բայց Ամերիկան ու Իրանը շնամի են դառնում, եւ եթե Իրանը այս վիճակից կարողանա դուրս գա, ինքը պետք է ասի արևմուտքի հետ գործ չունես Հայաստան, ես կմտնեմ քու տարածք, որ իրանք այլևս չմտնեն, կամ եթե արևմուտքը հաղթի Հայաստանին ասի, գիտես ինչ, դու անցել ես Իրանի կողմը։ Պետք չի որ դու Իրանը կապողը դու ունես, պետք է վերահսկողությունը ուրիշի ձեռում լինի։ Բասա է մտահոգությունը, բա հավանական տարբերակները, որ իշխանությունը քննարկում էր, քննարկեցիք ու այս տարբերակի վրա կանգնեցիք։ ԱՄՆ պետքարտուղար եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի հարվածներին, նշելով, որ ԱՄՆ-ն տեղյակ է եղել սպասվող գործողությունների մասին, բայց ներգրաված չէր այդ գործընթացում։ Մենք չենք մասնակցել Իրանի դեմ հարվածներին եւ մեր ամենաբարձր առաջնահերթությունը մեր տարածաշրջանային ուժերի անվտանգությունն է, նշված է Ռուբիոյի հայտարարության մեջ։ Իսրայելը մեզ տեղեկացրել է, որ իր համար այս գործողությունը եղել է անհրաժեշտ որպես ինքնապաշտպանություն։ Իսկ հիմա տեսնենք Իրանից արձագանքի վերջը ինչ են պատրաստվում անել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Իսրայելի այս ագրեսիան հնարավոր չէ լինի առանց ԱՄՆ-ի հետ համակարգման եւ նրանց կողմից կանաչ լույսի։ ԱՄՆ կառավարությունը որպես սիոնիստական ռեժիմի գլխավոր կողմնակից պատասխանատվություն է կրում ագրեսիայի վտանգավոր հետևանքների համար։ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն Իրանն ունի օրինական իրավունք արձագանքելու այս ագրեսիային եւ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կպաշտպանեն երկրի ինքնիշխանությունը իրենց ամբողջ ուժով։
Իսկ հիմա նայեք մյուս երկրներն ինչ են անում։ Սաուդյան Արաբիայի թագավորությունը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կատարված բացահայտ ագրեսիան, որը խաթարում է նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը եւ կազմում է միջազգային օրենքների եւ նորմերի ակնհայտ խախտում։ Ասում է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Սա այն Սաուդյան Արաբիան, որ Տրամպը գնաց հանդիպեց, պայմանագրեր կնքեցին եւ այլ եւ ցանկանում էր Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել։ Իսկ հիմա նայենք Ադրբեջանն ինչ է ասում։ Ադրբեջանի արտգործ նախարարության հայտարարության մեջ ասում է Ադրբեջանը լրջորեն մտահոգված է Իրանի տարածքի դեմ Իսրայելի իրականացած ռազմական գործողությամբ։ Ուշադրություն, չի դատապարտում, ուղղակի մտահոգված է։ Մենք կողմերին կոչ ենք անում արկա տարաձայնությունները լուծել բացառապես միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ, երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրման ռիսկը, անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական շփումներն ու ջանքերը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում։ Այսինքն ոչինչ չասող բան, լրջորեն մտահոգված ենք, երկու կողմերին կոչ ենք անում, որտեղ ինքը չի ցանկանում ոչ Իրանին պաշտպանի, ոչ էլ Իսրայելին։ Բայց չի ցանկանում ոչ նրա դեմ խոսա, ոչ նրա կամ նրան դատապարտի կամ նրան։ Բայց Թուրքիան արդեն մենք գիտենք ինչպես է դիրքավորվում։ Թուրքիայի արտգործ նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել հակամարտությունների սրմանը։ Այս հարձակումը, որն ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքը, սա դրանք է, որը ծառայում է տարածաշրջանում Իսրայելի կողմից իրականացվող ապակայունացման քաղաքականությանը։ Այն փաստը, որ հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ակտիվացել են, ցույց է տալիս, որ Նեթանյահուի կառավարությունը չի ցանկացել, որ որևէ հարց լուծվի դիվանագիտական ճանապարհով եւ չի խուսափել ռիսկի ենթարկել տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունն իր շահերի դելնելով, ընդգծել է Թուրքիայի արտգործ նախարարությունը։ Իդեպ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը իր քայլերը վաղուց արդեն ուղղակիորեն ճշտում է Թուրքիայի հետ, ինչպես տեսնում եք, համահունչ էր Հայաստանի հայտարարությունները Թուրքիայի հետ։ Ռուսաստանի արտգործ նախարարությունը խստորեն դատապարտում է Իսրայելի ուժային գործողությունները, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի նորմերը, ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության վրա, քաղաքացիների քնած խաղաղ եւ այլ, միջազգային հանրությունը չի կարող իրեն թույլ տալ, էս էլ դուք տեսաք Ռուսաստանի դատապարտող հայտարարությունը։ Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամեյնին ուղերձ է հղել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումներից հետո։ Այսօր լուսաբացին սիոնիստական ռեժիմը մեր սիրելի հողի վրա կատարեց նողկալի հանցագործություն ավելի քան երբևէ բացահայտելով իր չար բնույթը, իր չար եւ արյունոտ ձեռքերը թիրախաբնակելի տարածքներ։ Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի, Աստծո կամոք, Իսլամական Հանրապետության զինված ուժերը հզոր ձեռքը չի թողնի եւ այլ։ Մի խոսքով իմացաք։ Մասուդ Փեզեշքյանը նախագահը ինչ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակմանը կարձագանքեն այնպես, որ թշնամին կզղջա իր արածի համար։ Իրանի ժողովուրդը եւ երկրի իշխանությունները չեն լռի այս հանցագործության առջև եւ Իսլամական Հանրապետության օրինական եւ հզոր արձագանքը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար գործողությունների համար, ընդգծել է նախագահ ազգին ուղերձում։ Իսկ հիմա նայենք արևմտյան կառույցներն ու երկրներն ինչ են ասում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է. Իրանին հասցված հարվածը Իսրայելի միակողմանի գործողությունն էր, շատ կարևոր է, որ դաշնակիցները, այդ թվում ԱՄՆ-ը, անհապաղ քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, հայտարարել է Ռյուտեն։ Սենց մի հատ անշարժ բան։ Իսկ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նկատի ունենալով, թե որքան բան է անում ԱՄՆ ղեկավարն Իսրայելի համար, նշել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հրեա ժողովրդի համար անհավանական ընկեր է։ Ամենայն հարգանքով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ կարծում եմ, որ Տրամպը կարող է լինել առաջին գործող նախագահը, որը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց ընդգծել է, որ Տրամպի առաջնորդությունը անսասան է Իսրայելի գոյության եւ բարգավաճման իրավունքը պաշտպանելու հարցում։ Այն աշճանի են արդեն Իսրայելին, ասենք, ժեստեր անում, որ պատրաստ է ԱՄՆ նախագահը, որը ուզում է թագավոր դառնա, ուզում է Հռոմի պապ դառնա, չի կարող հաշտվի այն մտքի հետ, որ ինքը
ընդհանրապես Ամերիկայի նախագահն է, հիմա էլ ուզում է համատեղության կարգով Իսրայելի վարչապետը լինի։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, ինչ է կատարվում, բայց ամեն դեպքում այսպիսի խոստովանությունները, որ Իսրայելի նկատմամբ սա անձնական վերաբերմունք է, այսպիսի վերաբերմունք է, դա նշանակում է, որ շատ լուրջ աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված սկզբունքներով առաջնորդվել չի, այլ ուղղակի համառորեն ինքը պաշտպանում է Իսրայելին, բայց շատ պաշտպանելը կարող է նաև վնաս բերի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին տեղեկացրել է Իրանի վրա Իսրայելի հարձակման մասին, ասել է Մերցը հայտարարության մեջ։ Իսկ հիմա տեսեք, Գերմանիայի կանցլեր Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք եւ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի, ասել է Գերմանիայի կանցլերը։ Սա մենք հիմա տեսանք Գերմանիայից ինչ կարծիք հնչեց, ես ինչ եմ ասում։ Անկախ նայած մենք կգտնենք սխալ արեց Իսրայելը, թե չէ, հիմա տեսնում ենք ոնց են դիրքավորվում Թուրքիան որ կողմ է, Ռուսաստանը որ կողմ է, Հայաստանը նույն կողմ է, Արևմուտքը ուրիշ կողմ է։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն, իդեպ նույնը ասել է նաև Մակրոնը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել ցանկացած էսկալացիայից, որը կարող է վտանգել տարածաշրջանային կայունությանը։ Մենք բազմիցս լուրջ մտահոգություն ենք հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, այդ թվում ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից վերջերս ընդունված բանաձև։ Մենք հաստատում ենք Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը ցանկացած հարձակումից։ Այսինքն Իսրայելը հարվածել է, մենք պաշտպանում ենք Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, որովհետև Իրանը հոչի ասը ես միջուկային զենք եմ ստեղծելու եւ որ ստեղծեմ Իրանին պետք է հարվածեմ։ Ասել է ես միջուկային զենք ստեղծելու ոչ մի մտադրություն չունեմ, դա էլ օգտագործելու ոչ մի մտադրություն չունեմ։ Բա ո՞նց է ինքնապաշտպանության իրավունքը օգտագործել Իսրայելը։ Այսինքն ով է իր վրա հարձակում, որ ինքն էլ ինքնապաշտպանվեց։ Կամ ով էր վտանգ ներկայացնում։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ ստեղ օբյեկտիվության խնդիր չի։ Այդ օբյեկտիվությունը մենք կարանք ունենանք իրար հետ քննարկելու։ Ստեղ նայում ենք ով ինչպես է դիրքավորվել, արդարացնում են Իսրայելի հարվածը, արևմտյան երկրները։ Իրանի տապալված միապետի որդին Ռեզա Փեխլևին գրել է. անխոհեմ կերպով հետամուտ լինելով միջուկային զենքի ստեղծմանը Ալի Խամեյնին եւ նրա անգործունակ ու հանցագործ ավազակները Իրանը ներկայացել են պատերազմում եւ Իրանի ժողովրդին վտանգի ենթարկել, նրանք են պատասխանատու, բայց ռեժիմը թույլ է եւ պառակտված, այն կարող է փլուզվել, ինչպես ասել եմ իմ հայրենակիցներին, Իրանը ձերն է եւ պետք է այն վերադարձնենք, ես ձեզ հետ եմ, մնացեք ուժեղ եւ այլ, ամբողջը չկարտամ, ինչն է այստեղ խնդիրը։ Սա նույնպես այն թեմայի որ Ռեզա Փեխլևին Շեխզադեն, որովհետև ինքը ավագ որդին է Մոհամեդ Ռեզա Փեխլևի, որը վերջի շահին շահն էր, Իրանի հեղափոխությունից հետո գնաց, տարբեր երկրներով հասավ Միացյալ Նահանգներ, հետո այնտեղ հիվանդացավ, հետո հետ եկավ, որտեղ իրանցիք բողոքեցին, երկար պատմություն է, հետո առիթ կլինի խոսել ենք, ի վերջո եկավ Եգիպտոսում մահացավ։ Բայց խնդիրը որ նա Ռեզա Փեխլևին ինքը դեմ է կրոնապետությանը Իրանում եւ աշխարհիկ կառույց ստեղծելով պայքարում է դրա դեմ, իհարկե դա Իրանում արգելված գործունեություն է այդ կազմակերպությունը, հարցը նա չի, բավական լուրջ մտավորական մարդիկ հավաքված են Իրանից դուրս, լուրջ կրթություն ստացած, լուրջ հնարավորությունների տեր, այդ թվում նաեւ Փեխլևին 60 թիվ մարտա 65 տարեկան նոր պիտի լռանա Ամերիկայում ապրող, Ամերիկայում կրթություն ստացած, բավական նորմալ հնարավորություններ ունեցող, բայց չմոռանանք մի բան։ Եթե հաջողվեր, օրինակի համար Իրանի ժողովուրդը մտածեր կրոնապետության դեմ, ուրիշ կերպ պայքարեր կամ ինչ-որ լուծումներ մտածեր, այդ թվում Փեխլևին կարողանալ օգտակար լինել, ես բան չունեմ ասելու։ Բայց խնդիրն ուրիշ է։ Այդ որ sense կրոնապետությանը մեղադրում ես։ Կարող է իմանալ կրոնապետությունը ոնց ստեղծվեց։ Կրոնապետությունը ստեղծվեց, որ հերը տնեց օին դրեց այդ ժողովրդի գլխին, որ ժողովուրդը լցվեց փողոց եւ տապալեց հեղափոխություն արեց։ Բարենպաստ միջավայր չկար այդ հեղափոխության համար։ Մենակ դրսից պատվիրել էին, այսինքն դրսից կարային պատվիրելով Իրանի պես պետությունում հեղափոխություն անեին։ Բա որ կրոնապետության դեմ պայքարելու հետ կապված, նույնիսկ լավ էլի պայքարի քաղաքական պրյոմներով Եվ այլ ժողովրդին հասկացնես, որ ճիշտը սա է։ Բայց երբ որ դու խրախուսում ես, քաջալերում ես քո պետությանը հասցված վնասը, որ այդ դրսից հարվածել են, որ վերջապես պրծնենք այս կրոնապետությունից, դա հաստատ ժողովրդի կողմից լավ չի ընդունվի։ Պատկերացնում եք, ինչքան ուզում եք դժգոհ լինենք մեր իշխանությունից, ողջունենք, եթե Երևանին մեկը խփի, մենք էլ ասենք, հա, ինչ լավ է, խփեցիր, այս Փաշինյանից պրծնենք, հա։ Պատկերացնում եք, դա չի կարա նորմալ համարվի։
Լավ, Ամերիկա երկար ապրել է հարուստ փափուկ կյանքով, բայց սա այն տարբերակը չէր, որ այս պահին ինքը հարվածները խրախուսեր, ցույց տար, որ սա միջոց է իշխանափոխության։ Դրսից հարվածը քո մայրաքաղաքին միջոց է իշխանափոխության։ Հաստատ սա լավ արձագանք չի ստանա Իրանում։ Թեպետ, ես ասում եմ, իդեալական կլներ, եթե Իրանն ու Ամերիկան համաձայնության գային, խաղ իրանց համար ապրեին, մեր հարավային սահմանալներ մի պետություն, որը Ամերիկայից շատ լավ է։ Դե հիմա դա մեր ուզելով չի, դա տենց չի։ Հիմա ինչպես տեսնում եք, տենց չի, շատ ավելի լարված վիճակ է։ Բայց Փեխլևի այս պահը լավ չընտրված արտահայտություն էր։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է միջուկային հակամարտության իրականության մասին։ Ինձ հաճախ մեղադրում են միջուկային հիստերիա հրահարելու մեջ։ Դե ստացեք, ես գրում եմ միջուկային հակամարտության մասին, դա հենց այնպես չեմ գրում, դա իրական է եւ արագ։ Ոչ մեկին դա պետք չէ, գրել է Մեդվեդևը, այսինքն հազիվ առիթավորվել, եւ մտածում, որ այո, տեսակ ինչ կատարվեց Ռուսաստանին էլ հարվածեցին, որ մենք միջուկային զենքով հարվածեինք, հոյես վիճակը չէր լինի։ Այս մարդը այդ թեմայի վրա իրան տարածա։ Ինքը հենց գիտի, որ միջուկային զենքով որ խփի, ինքը հազարատ ուրիշ կյանքեր ունի, խփելուց հետո պետք է ասի տեսակ բա որ ասում էի, որ դու խփես տալու են աչքիդ թայը հանեն։ Դու լավ գիտես, որ միջուկային զենք Ռուսաստանում չեն օգտագործելու, որովհետև բոլորդ աթոռից կարճած եք, ուզում եք կյանքը երկարացնեք ցանկացած վայրկյան։ Դուք այդ կարակ Ամերիկայի պաշտոնյաներին վախացնեք, որ գիտեք մենք միջուկային զենք ենք օգտագործելու, նրանք էլ փափուկ կյանքի սովոր ասեն, վայ, դրանք գիժ են, դրանք կարող է խփեն, ավելի լավ է դրանց ուզածը անենք։ Չէ, նրանք գիժ են, գժական են գնում։ Ու դա անցնում է միայն Ամերիկայի պաշտոնյաների մոտ։ Միայն Եվրոպայում էլ չի անցնում։ Փոքր եվրոպական երկրների մոտ էլ չի անցնում, որովհետև այդ մարդիկ Ռուսաստանի ազդեցությունը տեսել են իրանց վրա։ Հայաստանում էլ չի անցնում, որովհետև մենք տեսել ենք Ռուսաստանը իրականում իր կշիռը, ինչ նենգության է տիրապետում, ուժը ոնց է օգտագործում, ինչ է անում, բայց չենք մեռել, ապրել ենք այդ ազդեցության տակ։ Իսկ Ռուսաստանն, իսկ Ամերիկան Ռուսաստանի ազդեցության տակ չի եղել, իր սարսափը մեջից դուրս չի գալի։ Ուկրաինացին կռվում է ռուսի հետ։ Ուկրաինացուն ասում է դու չգիտես ռուսը ինչքան ուժեղ է։ Ասում է անգեր արի գամ քեզ պատմեմ, որ ռուսը ով է։ Ասում է չէ, դու չգիտես։ Դու ինչ ես խոսում, հնարավոր չի տես բան։ Այդ դրա համար sense լկտի են, ժողովուրդ ջան։ Մեծ ուրիշ տարբերություն չկա, որտեղ sense առիթելի Մեդվեդևը ոգևորվի։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցին ի պատասխան չի հերքել, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա, հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին։ Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չի բացահայտել։ Արմեն Գրիգորյանը չի նշել նաև այցի օրը, ասելով, որ վարչապետի աշխատակազմը տեղեկությունը կհայտնի։ Դե հարցնա չի, ինքը ինչ է հերքեր, անհերքելին հերքել է մի քիչ բարդ է, էլի։ Այդ այնպես չի, որ մենք հիմա չգիտեինք դրա մասին, անպայման փաստը չի, որ պետք է ասենք, որ իմանանք, մենք ասել ենք, որ առաջիկայում ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը երբ որ ասեց, որ մեր քաղաքականությունը նա է, որպեսի անկախությունը մեր նա է, որ կախվածությունը մեկից դարձնենք կախվածություն շատերից, կախվածություն ոչ թե գործընկերություն։ Դա ինձ վերաբերում էր նրան, որ հիմա միայն Ռուսաստանի ոտքերն ընկնելը բավարար չէ, պետք է անգնի Էրդողանի ոտերը եւ Ալիևի ոտերը։ Դրա համար առաջ Էրդողանի, հետո Ալիևի, ժողովուրդ ջան, ամեն ինչ հերթով։ Պուտինի ոտերն ընկելա, ասելա, որ հանգիստ եղեք, ամեն ինչ ուժի մեջ է, ոչ մի խնդրեմ չկա, հիմա հաջորդը Էրդողանն էր, նորություն չէր։ Մի հատ իհարկե զանգեց, շնորհավորեց Բայրամը, մի հատ գծերը ստուգեց, Հայաստանում դա ոնց ընդունվեց, առանձնապես շատ ծանր չընդունեցին, մի քանի մարդ էլ գտնվեց, ասեց շատ նուրբ դիվանագիտական քայլ էր Էրդողանի զանգելը։ Չնայած այդ մարդիկ հրաշալի գիտեին, որ այդ զանգը ընդհանրապես քայլ էր, որ հետո Էրդողանի մոտ գնալը։ Դիվանագիտական հարաբերություն չունես Էրդողանի հետ։ Այո, ժամանակին Թուրքիա գնացել են գոնե անունը դրել են ֆուտբոլային դիվանագիտություն։ Գնացել են ֆուտբոլ են նայում թիմի հետ։ Հիմա ինչ են անունը դնելու, դիվանագիտական հարաբերություն չունես։ Պաշտոնական այցով ես գնալու, աշխատանքային թե պետական։ Պետական դե չես կարա, վարչապետ ես, պետության գլուխ չես։ Հա, բայց ինչ արարողակարգով ես գնալու։ Բանը խոնարհվելու, ինչա ոնց է գրվելու։ Նիկոլ Փաշինյանը գնաց, ասի մեծ ախպեր ոնց ասես, տենց անենք։ Այն ոնց որ Պուտինին եմ ասել, նույնը քեզ եմ ասում։
Հիմի դու էլ տարածաշրջանային մեծ աղբերն ես, ասա հիմի ինչ ենք անելու, այդ գիտենք թե ինչի համար է գնում, ժողովուրդ ջան, այդ էլ կիմանաք մի բարդ բան չի, նենց որ Արմեն Գրիգորյան ուղղակի չէր կարող այլևս թաքցնել, այն ինչ որ տարածվել է, այս մի երկու օր քննարկում են էլի։ Նաև ժողովուրդ ջան, մի հարց էլ ուղղակի ասեմ, այսօր զինապարտության վերաբերյալ օրինագիծը, որով առաջարկում էր գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, այժմ պաշտպանության հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ։ Նախագծին կողմ էր 5 հոգի, դեմ 4, պատգամավոր հանձնաժողովի նախագահ Հրանիկ Քոչյանը ձեռնպահ քվեարկեց։ Իհարկե, թվում է թե այս թողբոյի մեջ դες ինչքան կարևոր էր, որ սա հիմա դրան անդրադառնանք, չէ։ Կարևոր է նաև նրանով, որ երբ որ այս օրինագիծը կառավարությունը հավանություն էր տվել, նախարարը հանդես եկավ, նախարարն էր հանդես եկան եւ հիմնավորեցին, որ դա ճիշտ է։ Կառավարության նիստում վարչապետը ստորագրում է դրական եզրակացության ուղարկումը ազգային ժողով, բայց դա մեզ չի կաշկանդել, որ ասենք, որ դա սխալ է։ Եվ մի քանի անգամ հիմնավորումներ ես եմ բերել, դուք էլ լսել եք, ու բացարձակ ես երբ որ ինձ ասում են, բա ինչ կփոխվի, ասելով բանա փոխվում, թե չէ։ Տեսակ ոնց իրանք արդեն կայացրած որոշումը հիմնավորումը հանրային կարծիքը ուսումնասիրեցին ու իրանք հետ քաշվեցին։ Այնպես որ մի կարծեք, որ իրանք հանրային կարծիքի հետ հաշվի չեն նստում, ժողովուրդ ջան։ Սա պարզապես ուղղակի օրինակ էր, որ եթե մենք գիտենք, որ մի հարցում մենք ճիշտ ենք, մենք համառորեն մերը առաջ ենք տանում։ Իսկ հիմա դուք տեսաք հանձնաժողովի նախագահը ինչ էր բացատրում։ Այո, ասма, մենք դրական կարծիք հայտնեցինք, բայց հետո ուսումնասիրեցինք հասարակական կարծիքը, տեսանք ինչպիսի արձագանքներ կան, հավանական բոլոր մտավախությունները հաշվի առանք եւ բացական կարծիք հայտնեցինք։ Այսինքն նշանակում է ժողովուրդ ջան, հերիք է որ ձեզ ասեն, որ ձեր խոսքը ոչինչ չի նշանակում կամ ձեր կարծիքը ոչինչ չի նշանակում։ Համենայն դեպս հավատացեք ինձ, որ շատ լավ գիտենք, թե ինչպես են իրանք վախեցած, որ հանկարծ մի բան են չանեն, որ իրանք վարկանիշը գցեն առաջիկա ընտրությունների հետ կապված։ Ինչ էլ անեն, մտածեն, որ ոնց դրանով չխանգարեն իրանք ընտրվելուն։ Այնպես որ այս եթե ցանկացած մի բան, որը բացահայտում է, ցույց է տալիս սրա վտանգները եւ որը որ ճիշտ չի եւ այլ, շատ արագ խելքները հասնում է թեպետ ուշ է հասնում։ Արդեն որոշումը կայացրել էին, նոր էին հասարակությանը հարցերը։ Եթե մի քիչ ավելի շուտ հարցնեին, կարծիք կասեինք, այս շրջագայությունը այդ օրենքի նախագիծը չէր ունենա եւ նորմալ ձևով չէին էլ դնի շրջանառության մեջ։ Այնպես որ ուզեմ ասեմ, երբեք չթերագնահատեք ձեր ազդեցությունը, երբեք չթերագնահատեք ձեր իմանալը, երբեք չթերագնահատեք այն ինֆորմացիան, որը դուք ստանում եք, ավելացնում եք ձերը, հետաքրքրված եք աշխարհում ինչա կատարում։ Պատկերացնում եք, ձեզ ամեն օր ասում են, որ ընդհանրապես դուք ոչ մի բանի մասին մի մտածեք։ Ամեն օր։ Եվ դուք այս պարագայում մի օր առավոտ քնից այսօր արթնացել եք եւ մեկ էլ պարզվում է, որ ձեր իշխանությունները մտահոգված են։ Ու ձեզ ասում են, դուք մի մտածեք, խնդրեմ չկա։ Այս սրա մասին ենք ասում, ժողովուրդ ջան։ Դրա համար պետք է մենք մատներս միշտ պահենք աշխարհակաղակական իրադարձությունների զարկերակին։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։